Պիտի շարունակենք Սուրբ Եփրեմ ասորիի հոգևոր խրատները։ Սուրբ Եփրեմի խրատները բաժանված են զանազան գլուխներով, այսօր պիտի անդրադառնանք խոնարհության եւ անհնասանտության եւ դրդնչանքի մասին։ Առաջին խոնարհության մասին։ Երանի անոր ով ճշմարիտ եւ անգերց խոնարհություն ցերկ բերած է, քանզի այդպիսի մարդը մեր բարեկուտ ուսուցիչի հետևորդն է։ Հետևաբար Երանի անոր, որու մեջ խոնարհություն կա, քանզի Աստուծո հետևորդը լալով կդառնա անոր համաժառանգորդը։ Որու մեջ խոնարհություն կա, ան ամենունեծ սիրով միապանված է։ Որու մեջ խոնարհություն կա, ան մեծ ստացված եւ հարստություն ցերկ բերե։ Խոնար անձը ամենուն համար ցանկալի է, բոլորը զայն կկովեն եւ կպարապանեն։ Խոնարը շուտ վեր կբարձրանա, շուտ հաջողության կհասնի։ Խոնարին երբ հրամայեն ան չի հագաջարել, ան պատրաստ է ցանկացած բարի գործերու, ան շուտ չի պրնգիր, եթե հանդիմանություն կամ մեղադրանք լսե չի շփոթիր եւ խռովիր, վիրավորանքներեն չի փորփոքիր, վիշտերու մեջ ուրախ է, դրդմության մեջ շնորհակալ։ Տիրողությունները զինք չեն բացնել, հուսախաբության մեջ չի մտնել, իր հայրը չի նվաստացնել եւ իր եղբայրը չանարգել։ Չի սիրեր հանգստության մեջ մնալ, չի հմայվիր վայրերու գեղեցկությամբ, դարվա եղանակներեն վայել չի քաղել, այլ կհետևի Պողոս առաքյալի գորընթացներուն հղած իր առաջին նամակի մեջ հիշված խոսքին, բայց յուրաքանչյուրը ինչ վիճակի մեջ էր, երբ Աստված զին կանչեց, թող նույն վիճակին մեջ մնա։ Ստրուգը երբ կանչվեցավ, հոգ մի ուներ, իսկ եթե կարենաս ազատ լալ ավելի լավ։ Այսպիսով բազմաթիվ են խոնարհության բդուղները, ուրեմն երանելի այն անձը, որ ցերկ բերած է այն։ Երկրորդ աննասանտության եւ դրդնչանքի մասին։ Անեցքի արժանի եւ խեղճուկ է ան, ով խոնարհություն ցերկ չէ բերած, այլ անձնադուր է դրդնչանքի, որովհետեւ դրդունչը ընդհանրապես վերք եւ վիշտ է, քայթաղություն հանրության համար, արմադախիլ գնե սերը, կգազմալուծե միապանությունը եւ գխրովե խաղաղությունը։ Երբ դրդնչացողին հրամայեն կհագաջարե, գործի բիդանի չէ, այդպիսի մարդու մեջ նույնիսկ բարի դրամատություն չկա, քանզի ան ձույլ է, իսկ ձուլությունը դրդունչեն անբաժան է։ Երբ ձույլ մարդուն դեղն ուղարկեն, կպատճառաբանեն, ինչպես գրված է Արաքներու քիրքին մեջ։ Ձույլը գսե դուրսը արյուծ գա, հրաբարակի մեջ պիտի մերցվիմ։ Դրդնչողը միշտ բادرված ու գտնե գործեն խուսափելու։ Եթե իրեն հրամայված է գործ մնել, անգը դրդնչա եւ շուտով գայլասերը նաեւ ուրիշները ասելով, այս ինչու համար է, օգուտ չկա այս գործեն։ Երբ զինք խրադեն կպատասխանե ասելով, թուն քեզի սորվեցուր եւ իմ մասից մի մտածել։ Անվեր որևէ գործ բինակը չի գրնարնել, մինչեւ որ ուրիշ մնալ մասնակցի։ Դրդնչացողին վեճ մեկ գործը խրախուսանքի արժանի չէ, անպետք է եւ հերու ամեն առաքին ուտենե։ Դրդնչացողը միշտ կսիրե սեղան նստիլ եւ գզզվի բահ բայել է։ Դրդնչացողը նաեւ ձույլ է, կարող է խոսք պամպասել, գիտե ինչպես սուտ լուրեր դարաձել, ան ջարտարամիտ է եւ բազմահանար եւ շալախոսության մեջ անոր ոչ ոք կերազանցե, ան միշտ կզրբարդե մեկը մյուսին։ Դրդնչացողը բարեգործություններու մեջ ձույլ է, անընդունակ է օդարականներու ընդունելու, սիրո մեջ շողոքորթ է, ադելության մեջ քաչ եւ արի։ Այդ պատճառով չդրդնչանք մեզի դրված հրամաններեն, չհագաջարենք կամ մեր իրավունքներ առաջ չտանենք, որպես առավել բանիմացներ։ Ամենասուրբ երրորդության գվայել է Պարկը, Բադիվն ու երկրպագությունը Հավիդյանի միջև Հավիդյան ամեն։